Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցը ուղղում եմ Պաշտպանության նախարարին։ Հարգելի պարոն Պապիկյան, վերջին օրերին անընդհատ լսում ենք Ադրբեջանում կրակոցների մասին, որոնք լսելի են մեր սահմանամերձ բնակավայրերում։ Ինքս երեք բազմաթիվ տեսանյութեր եմ ստացել, որոնք արձանագրում են այդ կրակոցները։ Եվ հիմա ձեզ դիմում եմ այդ տեսանյութերն ուղարկող մեր սյունեցի քաղաքացիների խնդրանքով, ակնկալելով սահմանային իրավիճակի մասին հնարավոր տեղեկատվության փոխանցում ձեզնից։ Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ պարոն նախարար։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Ես երեք հետևել եմ դրա հոսին, տեղյակ եմ եւ գրառումներից եւ նաեւ տեսանյութերն եմ դիտել եւ նաեւ դրանով պայմանավորված Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Եվ բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Իհարկե Պաշտպանության նախարարությունը ուշով հետևում է ամենին եւ դրա լուծման ճանապարհը մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհն է եւ մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում եւ իրականացնում։ Արձագանք։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան։ Հարցը Սողոմոն Նիկոլ Փաշինյանին։ Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք։ Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը, Արցախն Ադրբեջանի